Իմ տունն է, որը պետության աջակցությամբ կառուցվում է, հիմա բետոնային աշխատանքները կատարել ենք, երևի մի 4-5 օրից արդեն կշարունակենք, հեսա տուֆերը բերել ենք, մնում է ավազ և ցեմենտ։ Կարենը վերջին 15 տարին Ռուսաստանում էր ապրում, 1 տարի առաջ է եկել հայրենի բերքաբեր։ Ընտանիքով մինչև հիմա հայրական տանն են ապրում, եղբոր ընտանիքի հետ։ Նոր տուն կառուցելու վաղեմի ցանկությունը հնարավորություն դարձավ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով։ Շինարարությունը սկսել է անցած տարվա նոյեմբերին, իր ձեռքերով է կառուցում։ Օրերը տաքանալու հետ, ասում է, գործը ավելի արագ առաջ կգնա։ Մեր տունը իմ ձեռքով եղբայրս օգնելով մենք մեր ուժերով կառուցում ավելի շատ հպարտություն է, որ այս քարը դրի, մեզնից լավով կսարքի մեր տունը, ոչ մեկը։ Ու նույնն էլ է ձեր մեր գյուղը, մեր հայրենիքը։ Նորակառույցի հարևանությամբ 1000 քառակուսի մետր տնամերձ հողամասում 3 ամիս առաջ հիմնել է նաև այս այգին 600 հոնի տնկիներով։ Այս հարցում էլ աջակցել է տնամերձ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը։ Պետության օգնությամբ հոնի տնկիներ են տնկել, կաթիլային ոռոգում միացրել, 3 տարի պարտավորություն վերկանել, մշակեն, ջրեն, մասնագետներ եկել իրանց տեխնիկայով, իրանց ուժերով լրիվ տնկիները բերել, տնկել, շուտով երևի մի շաբաթ 10 օրից արդեն ողբոջները ելնեն։ Այգու խնամքը կստանձնեն 3 տարի հետո, բայց Կարենը գրեթե ամեն օր գալիս հետևում է, իսկ առաջին բերքը կհավաքեն մոտ 2.5 տարի անց, թերևս կհամընկնի բնակարանամուտի հետ։ Սահմանամերձ Բերքաբեր գյուղում նորակառույց տներով նոր թաղամասը շարունակում է ընդլայնվել։ Դիանա Գասպարյան, Գայանեթ Համամյան, Վահեթ Համամյան, լուրեր։